Առաջին բանը, որ ուզում եմ ասել, շատ լավ է, որ այսպիսի հավաք է նախաձեռնվել։ Եվ ես տեսնում եմ, որ բազմաթիվ այդ քաղաքականավորների առկայության դեպքում այսպիսի բողոքի ակցիա ասել կամ ինչ-որ ընդվզման լավ կլինի, որ շատանային այդ օջախները եւ իհարկե շատ լավ կլինի, որ համախմբվեն եւ դրա համար այն, որ հայտնի չի քաղբանտարկյալների թիվը այսօր, դա մեր մեղքն է։ Պետք է կարողանալ, իրոք եթե այդ ամեն ինչը հավաքվի համատեղվի տեղ, այդ պայքարը ավելի հուժկու կարող է լինել։ Ես Ավետիք Չալաբյանի հետ ծանոթ չեմ, մի անգամ հեռախոսով խոսեցինք, երբ որ ինքը կալանքից ազատ արձակվեց, և դրանից ավել իր հետ չեմ շփվել, և շատ պատահաբար 22 թվականով, չգիտեմ հայ երևի, երբ որ այդ գործը կար իր նկատմամբ հարուցված և կալանավորել են, ես ինչ-որ պատարիկներ եմ ամուլում կարդում, ու հետո տեսա, որ սարսափելի մի ուրեմն ապօրինի, սա ապօրինությամբ հարուցված քրեական գործ է և այդ կալանք ամեն ինչ ապօրինի է և ամենաշատը, որ ինձ ցնցել էր, դա մոնտաժված ուրեմն այդ ձայնագրությունը հրապարակվել էր մի օնլայն հարթակում, որը այս իշխանության կառավարության աշխատակից Չախոյան, չգիտեմ անունը, և կարծեմ, թե այդ կոչվում է մեդիապրես կամ մեդիանյուզ, չգիտեմ, ամենաշատ դա, որ ապօրինի գրանցված է, ինքը պետրեգիստրում չգրանցված է, այն ժամանակ այդպես է, չգիտեմ մա գրանցել են, թե չէ, նույնիսկ ուրեմն, եթե մենք մեր օնլայն հարթակները չգրանցենք, պատկերացնում եք ինչ կլիներ, բայց այդ մարդը, դե այն ժամանակ, ճիշտ ասած, այսքան ապօրինությունը վերևում չէր, էլի, ասենք ինչ-որ հասկանալի էր, որ դա էլ էր պատվեր Ավետիք Չալաբյանի նկատմամբ, բայց այդ աստիճանի ես շատ մեծ փորձ ունեմ նախկինների ժամանակ էլ էին այդ գործերը սարքվում եւ այլն, բայց ինձ որ ամբողջը լինի ապօրինի, սա ուղղակի շատ ցնցող է, շատ մի խոսքով չկարողացա մինչև վերջ տանել իրենց ուրեմն այդ գործը, արդյունավետությունը այդ գործի, պարզ է, որ այդպես պիտի լիներ, իսկ հիմա նորից կալանքի տակ պահել Ավետիք Չալաբյանը նշանակում է, որ ինքը այս իշխանությունների թիրախում է եւ այն գործունեությունը, որ նա ծավալում է եւ դա բացարձակապես ձեռնտու չի իշխանություններին եւ Ավետիք Չալաբյանին եւս փակել են մի մարդ պակաս լինելու համար, այդպես եմ հասկանում։ Ինչ վերաբերում ընտրակաշառքների հետ կապված այդ նախընտրական հիստերիային քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից, իրոք դա հիստերիա էր ու դա շատ նման էր քարոզչության, չնայած դեռ դատական ակտեր չկան կայացված, բայց գործեր կան, օրինակ Դավիթ Ղազենյանի, երբ որ այնքան պարզ է, որ դա ապօրինի է իրենց ընտրակաշառքների, մենք տեսանք, թե ինչ խախտումներ նրանք արեցին, այսինքն ընտրակաշառքների թեման եւս քարոզչական մի բան էր, եւ մենք դա դատարաններում կտեսնենք, երբ որ դատական ակտերը կկայացվեն, հաստատ բոլոր ամեն ինչը պայթելու է։ Չգիտեմ ինչ ասեմ, մարդու իրավունքների մասին խոսել չեմ էլ ուզում, որտեղ սարսափելի վիճակ է, սարսափելի վիճակ։ Իշխանության ամենաբարձր ներկայացուցիչը խոսում է ապօրինության մասին, ինքը զարմանում է, որ դա կարող է ապօրինի լինել։ Օրինակ, այսօր աչքովս ընկավ, այս նոր ազգային ժողովի նախագահը ասում է, որ չեմ եթե Հովիկ Աբրահամյանի որդու մասին, եթե հայտ ասել են ինչ գործով են հարուցել, չպետք է մոտիվը հանրությանը ներկայացնեն, պատկերացնում եք, ու սա տգիտություն չի, սա ինքը շատ լավ գիտի, այսինքն իրենք սկսել են բաց նախաքննություն, իրենց ձեռնտու, այսինքն այդ մասով, մի խոսքով
շատ ուզում եմ, որ այս մեր հավաքները արդյունք ունենան եւ Ավետիք Չալաբյանը շատ արագ ազատ արձակվի եւ ընդհանրապես մեր հանրությունը միավորվի եւ մենք կարողանանք ինչ որ բաների հասնել, մենք չենք կարող այս ապօրինության մեջ ապրել, դա ահավոր ճնշում է, չի կարող մեր երկիրը դա հայտնվել այսպիսի վիճակում, այսպիսի սարսափելի վիճակում, այնպիսի ապօրինություն է, որ մտքովդ չէր անցնի երբևիցե, ուզում եմ, որ հասնենք մենք այդ նպատակներին, շնորհակալություն։